ազգային ժողովի նախագահի տեխնացու պարոն Ռուբեն Ռուբինյանին։ Մեծարգո պարոն Հասանով, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի եւ սիրելի գործընկերներ, Ուժեղ Հայաստան խմբակցության հարգելի գործընկերներ, Հայաստան խմբակցության հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իմ տեխնացությունն առաջադրելու համար եւ շնորհակալություն եմ հայտնում Տիկին Մանավազյանին իմ հասցեին բարի եւ տեղ-տեղել չափազանցված խոսքեր ասելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այս տարվա հունիսի 7-ին քվետված 700,000-ից ավելի քաղաքացիներին, որոնք հստակ եւ աներկբար մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին, շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, շարունակելու խաղաղության օրակարգը, կազմելով կառավարություն։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը։ Դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, դուք պաշտպանեցիք հայկական ժողովրդավարությունը եւ այժմ եկել է լավ ապրելու ժամանակը։ Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու եւ նրանց մեծացնելու ժամանակը։ Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին եւ ուզում եմ կրկնել հիմա։ Իմ երկուամյա, գրեթե երկուամյա տղան պատերազմ չի տեսել։ Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ եւ ձեր եւ բոլորիս երեխաները այդպես էլ չիմանան եւ չտեսնեն, թե ինչ է պատերազմը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի եւ համոզմունքների համաձայն առանց ընտրակաշառքի չեն ընտրել քաղաքացիական պայմանագրին, այսինքն ընտրել են այլ ուժերի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար եւ շեշտում եմ, խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք եւ լսում ենք։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել ենք եւ տեսնում ենք։ Եվ ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ոչ բոլոր ձեր դժվարություններին եւ դժգոհություններին ենք անդրադարձել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք ձեր վստահությունը շահելու կամ վերականգնելու համար։ Եվ դուք ոչ մի դեպքում, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ ձեր նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթել, դուք ոչ մի դեպքում չպիտի ձեզ անտեսված զգաք։ Միակ տարբերությունը, սիրելի ժողովուրդ, կրկին խոսքը այն մարդկանց մասին է, որոնք քվեարկել են ընդդիմությանը։ Միակ տարբերությունը քաղաքացիական պայմանագրին քվեարկածների եւ ձեր միջև, մեր եւ ձեր միջև քաղաքական նախընտրությունների տարբերությունն է։ Ուրիշ ոչինչ։ Մենք գալիս ենք եւ սերում ենք նույն պատմությունից, խոսում ենք նույն լեզվով, կրում ենք նույն մշակույթը, մեր ծնողները հանդիպել են եւ հանդիպում են նույն դժվարություններին, նույն խնդիրներին, մեր երեխաները ծնվում են նույն երկրում, նույն հիվանդանոցներում, ծառայում եւ ծառայելու են նույն բանակում։ Եվ հետեւաբար աշխարհում չկա որևէ բան, որևէ ընտրություն, որևէ քաղաքական տարբերություն, որ մեզ կարող է բաժանել միմյանցից, որովհետեւ մենք մեկ ենք։ Եվ մենք ձեզ սիրում ենք, նույնիսկ եթե դուք մեզ տեղ-տեղ չեք սիրում, մենք ձեզ սիրում ենք։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, այժմ եթե թույլ տաք, կուզեի առիթն օգտագործել եւ մի փոքր քննարկում բացել ձեզ հետ խորհրդարանական մշակույթի մասին։ Վերջին ամիսներին եւ վերջին հատկապես շաբաթներին մի տարօրինակ եւ անսպասելի կոնսենսուս է ձևավորվել մեր հանրության եւ քաղաքական շրջանակների եւ լրագրողական դաշտում։ Այդ կոնսենսուսը հետեւյալն է,
որ Հայաստանի ազգային ժողովը անիմաստ անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, եւ որ այս գումարման ազգային ժողովը այդ իմաստով նույնիսկ ավելի վատն է լինելու, քան նախորդը։ Համատարած համազգային կոնսենսուս է սա, կարծես թե։ Ընդ որում կապ չունի մարդը իշխանամետ է, ընդդիմադիր է, բոլորը կարծես թե մեզ համար այդպիսի ճակատագիր են կանխագուշակում։ Եվ ես ուզում եմ ձեզ առաջարկել, որպեսզի մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը, ոնց ուզում եք դա կոչեք։ Բայց ինչպես։ Ես բնականաբար այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ կարող ենք հենց հիմա բոլորս պայմանավորվել, որ դե գիտեք ինչ կա, եկեք բարեկիրթ լինենք, եկեք, չգիտեմ, չվիրավորենք միմյանց եւ ամեն ինչ լավ կլինի։ Դա ինչ ասեմ։ Դա կլինի պատրանք, դա կլինի խաղաղություն աշխարհինի տիպի կենաց։ Ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը, լավ, ինչու է Հայաստանի խորհրդարանում վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ինչի է խորհրդարանը դարձել անիմաստ անպտուղ զազրախոսության հոմանիշ։ Եվ ես ունեմ իմ տարբերակը, իմ բացատրությունը, ես կներկայացնեմ իմ բացատրությունը եւ իմ առաջարկած լուծումը, ամենևին չհավակնելով Վերին Ատյանի ճշմարտության խոսափող լինելու դերին։ Եվ հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք, նկատի ունեմ այս ամբիոնից հետո։ Ես կարծում եմ, որ կա մեկ ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թվականից սկսած եւ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանը դարձել այսպիսի անհանդուրժող վայր։ Այդ պատճառը հետեւյալն է։ Ըստ իս գլխավոր պատճառը ընդդիմության կողմից ժողովրդի ընտրության չընդունումն է եղել։ Կրկնում եմ, դա սկիզբ է առել Թավշյա հեղափոխության հաղթանակի օրվանից սկսած, բայց շատ ավելի ահագնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ուշադրություն դարձեք, չեմ ասում չհաշտվելը ընդդիմության, որովհետև նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ կամ ժողովրդի ընդունած որոշման հետ։ Այն իմաստով, որ կարծի, որ հաղթած ուժի ճանապարհը սխալ է եւ պետք է այլ ճանապարհ որդեգրել եւ բնական է, որ ընտրությունների հաջորդ օրվանից սկսած ընդդիմությունը պետք է փորձի համոզել մարդկանց, որ իրենց ընտրությունը սխալ է եղել եւ ճիշտ ընտրությունը կլիներ ընտրել ընդդիմության ճանապարհը։ Բայց խնդիրը, երբ որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը։ Նախորդ գումարման ազգային ժողովում պատգամավորներից մեկը հանրապետական կուսակցության անդամ։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը անվանում էր իշխանազավթում, անընդհատ անվանում էր իշխանազավթում։ Եվ այս նոր գումարման խորհրդարանում նույնպես կան պատգամավորներ, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ վիճարկել են ժողովրդի ընտրությունը։ Օրինակ, այս գումարման խորհրդարանում էլի կա նորընտիր պատգամավոր, որը 2018 թվականի հեղափոխությունը անվանում է թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Եվ այսպիսով վիճարկում է եւ չի ընդունում են փաստը, որ 2018 թվականին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում հրապարակներում հավաքված 100 հազարավոր քաղաքացիները, ընտրել են Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելու ճանապարհը, կատարել են ընտրություն։ Եվ դա անվանել թուրք-ադրբեջանական կամ ցանկացած այլ տեղից թելադրված գործողություն, նշանակում է նսեմացնել ժողովրդի ընտրելու իրավունքը։ Նույն կերպ ամբողջ ընդդիմությունը, որը թե նախորդ խորհրդարանում, թե այս գումարման խորհրդարանում գլխավորապես կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից է կազմված, կամ մարդկանցից, որոնք առնվազն մեծապես փոխկապակցություն են ունեցել նախկին իշխանությունների հետ, հրաժարվել են ընդունել 2018, 2021 եւ հիմա 2026 թվականի ընտրություններում ժողովրդի ընտրությունը։ Եվ կրկին ուզում եմ շեշտել, ճիշտ հասկացեք ինձ։ Խոսքը ընտրությունը չընդունելու մասին է, ոչ թե կարծելու մասին, որ այդ ընտրությունը սխալ էր։ Ցանկացածը կարող է կարծել, որ ընտրությունը սխալ էր կամ պետք չէր այդպիսի ընտրություն անել, դա ընդդիմության իրավունքն է։ Բայց սիրելի գործընկերներ, ընդդիմադիր, դուք պարտավոր եք ընդունել ժողովրդի ընտրությունը։ Եվ մենք էլ ենք պարտավոր ընդունել ժողովրդի ընտրությունը։ Եվ ինչի է բերել
այս իրավիճակը բերել է հետևյալին, որ իշխանությունն էլ իր երթին, տեսնելով, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը, ժողովրդի ընտրությունը չի ընդունում, ընդդիմությանը սկսել է վերաբերվել որպես հակաժողովրդավարական, հակապետական ուժերի։ Եվ դա բերել է այս իրավիճակին։ Մեկ այլ հարգամանք է ընդդիմության կողմից խորհրդարանական աշխատանքը։ Տեսեք, նախորդ գումարման խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները, որից մեկը վերընտրվել է, ավելի փոքր կազմով, բայց վերընտրվել է, չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին բառից նորմալ իմաստով։ Ինչու՞։ Որովհետև երբ որ դու համարում ես, որ 2018 թվականին իշխանության են եկել իշխանազավթները կամ 2018 թվականի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական պրոյեկտ էր, եւ երբ որ դու ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում ես, որ եթե քաղաքացիական պայմանագիրն ընտրվի, ապա, չգիտեմ, 5 օրի հետո Հայաստանը կործանվելու է, բնական է, որ երբ որ դու գալու ես ազգային ժողովի դալի, դու չես կարող աշխատել անգլերեն ասած business as usual տրամաբանությամբ, որովհետև դու ապոկալիպտիկ քարոզարշավ ես տարել, դու ապոկալիպտիկ բաներ ես ասել։ Եվ ստեղծում է փակ շղթա, երբ որ ընդդիմությունը քարոզարշավի ժամանակ կամ քարոզարշավից առաջ նույնիսկ իր ընտրողներին այդ ապոկալիպսիսն է ներշնչել, եւ երբ որ գալիս է արդեն խորհրդարան, իր ընտրողներն էլ հակառակ բանն են ասում են, բայց մի վարքյան, դու ո՞նց կարող ես բարևել քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին, չէ՞ որ ինքը դավաճան սրիկա է, դու ո՞նց ես իրան բարևում։ Եվ ստեղծում է փակ շրջան, ռադիկալացման փակ շրջան է ստեղծվում։ Եվ արդյունքում, օրինակ դրա արդյունքում նախորդ խորհրդարանում ընդդիմությունը իրեն հատկացված պաշտոնները չէր վերցրել մեծամասամբ, կամ սկզբից վերցրել էր, հետո հրաժարվեցին մի խոսքով, բայց արդյունքն էր, որ այդ պաշտոնները վերցված չէին, արդյունքներն էին, որ ընդդիմությունը չէր զբաղվում օրինաստեղծ աշխատանքով, իսկ երբ որ ընդդիմությունը չի զբաղվում օրինաստեղծ աշխատանքով եւ պաշտոններն էլ չի վերցնում, հանձնաժողովի նիստերին չի մասնակցում կամ մասնակցում է, բայց ոչ օրինաստեղծ աշխատանքի համար, ամբողջ ազգային ժողովը օրինաստեղծ աշխատանքի մասին է, եթե արանքից հանում ես օրինաստեղծ աշխատանքը, տակը ինչ է մնում։ Քաղաքական պոլեմիկա, գորգորոց, ռադիկալ ելույթներ։ Դրա համար հարգելի գործընկերներ, ես տեղեկացել եմ առնվազն մամուլից, որ Հայաստան խմբակցությունը չի պատրաստվում վերցնել եւ ուղղեք ինձ եթե սխալ եմ իհարկե, չի պատրաստվում վերցնել իրեն հասանելիք պաշտոնները, մամուլից կարդացել են, որ ուժեղ Հայաստանը պատրաստվում է վերցնել, ուզում են ողջունեմ դա եւ Հայաստան խմբակցությանն էլ հորդորում են փոխել իրենց որոշումը, եթե հարկ կհամարեն, որովհետեւ մենք, սիրելի գործընկերներ, մի կես ժամ առաջ երթում ենք տվել։ Մենք ստորագրել ենք այդ երթման տեքստը։ Մենք միասին ենք կանգնել, շատ ուշադիր չեմ եղել, ընդդիմադիր գործընկերները կանգնել են, թե չէ, եթե չեն կանգնել, վատ է։ Բայց մենք միասին պիտի օրինաստեղծ աշխատանքով զբաղվենք։ Օրինաստեղծ աշխատանքով զբաղվել չի նշանակում լինել իրար հետ, նույն քաղաքական հարթության վրա։ Նշանակում է կատարել մեր պարտքը։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դուք եւ ձեր նախորդները այս տարիների ընթացքում մեզ ինչ ասես անվանել եք։ Ձեր մեջ կան մարդիկ, որ օրինակ ինձ բառից բուն իմաստով վիրավորական արտահայտություններ են արել, չգիտեմ, եթերներով։ Կամ մարդիկ, որ չեն արել եւ բարեկիրթ են իրենց պահել։ Մեր ժողովուրդը երկու անգամ ընտրություններով տվել է վերդիկտը, տվել է դատավճիռը։ Իրանք ասել են ձեզ եւ բոլորին, որ իրանք այդ որակումների հետ համաձայն չեն։ Ձեր արած որակումներին մեր հասցեին ժողովուրդը համաձայն չի։ Ժամանակն է ընդունել այդ փաստը։ Ժամանակն է փոխել վերջին 6 տարիներին մեր քաղաքական դաշտում լսվող խոսույթները։ Իմ ելույթը, սիրելի գործընկերներ, առաջինն է, այսինքն առաջին ըստ էության քաղաքական ելույթն է այս գումարման ազգային ժողովում։ Ես առաջարկում եմ այս խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։ Սա իմ առաջարկն է։ Այո, մենք տարբեր կարծիքներ ունենք գրեթե ամեն ինչի մասին, բայց մենք կարող ենք մի պարզ բանի շուրջ կոնսենսուսի գալ։ Մենք ընտրում ենք պարզ մարդկային բարեկերտությունը եւ պարկեշտությունը միմյանց հետ այս դահլիճում փոխհարաբերվելիս, վերջ։ Հարգելի պարոն Կարապետյան, հարգելի տիկին Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ համապատասխանաբար ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների ղեկավարներ ընտրվելու կապակցությամբ։ Ես բնականաբար միամիտ չեմ եւ չեմ ակնկալում, որ ձեր
խմբակցությունների падգամավորները քվեարկելու են ինձ որպես ազգային ժողովի նախագահ։ Չնայած մարդ է Տիկին Գրիգորյան, կարող է դուք քվեարկեք։ Բայց չեմ ակնկալում։ Ես առաջարկում եմ եւ ընդհանրապես ես համարում եմ այսօրը ես համարում եմ զրոյական կետ իմ եւ ձեր հարաբերություններում եւ ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսենսուս։ Բարեկիրթ, սուր, չգիտեմ, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև եւ կառուցողական խորհրդարանական աշխատանք, որովհետեւ մեզ Ժողովուրդ ջան, այստեղ չեն ուղարկել իրար հետ անընդհատ միայն քաղաքական պոլեմիկա բանեցնելու համար։ Դա էլ է մաս, բայց մենակ դա չի, չէ՞, մենք մարդկանց համար մարդկանց կյանքը, մարդկանց խնդիրները լուծելու համար ենք այստեղ։ Եվ մենք, եթե մենք չենք զբաղվում դրանով, մեր աշխատանքը դառնում է ֆարս։ Եվ եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ես ձեզ երաշխավորում եմ եւ կարծում եմ Տիկին Մանավազյանը նույնպես երաշխավորում է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չեք ընդունում իմ առաջարկը եւ այլ առաջարկներ ունեք կամ կարծում եք, որ պետք է շարունակել գործել արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա քաղաքացիական պայմանագիրը առավել քան պատրաստ է դրան բառիս ամենակոշտ իմաստներով։ Ելույթս ուզում եմ ավարտել իմ անսահման շնորհակալությամբ բոլոր այն մարդկանց, որոնք ընկել են, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, ընկել են, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ազգային ժողովում առաջին նիստ գումարել։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետություն։ Հարգելի գործընկերներ, պարոն Ռուբինյանին հարցեր տալու համար խնդրում եմ հերթագրվել։ Հերթագրում։ Հերթագրվել են 14 պատգամավորներ, Գառնիկ Դավթյան, խնդրեմ։ Միացել է, կարող եք սկսել։ Միացել եք, պարոն։ Շնորհակալություն։ Դուք Թուրքիայում սովորելու ժամանակ, այսպես ասած ֆելոշիփի շրջանակներում, ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Շնորհակալություն քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի անդամներ, ես խնդրում եմ շատ տհաճ հարցեր կարող են հնչել, տեղից մի արձագանքեք նորմալ է։ Պարոն Դավթյան, շնորհակալ եմ ձեր հարցի համար։ Մի փոքրիկ ուղղում ես Թուրքիայում չեմ սովորել, ես Թուրքիայում 5 ամիս Հրան Դինքի հիմնադրամի ծրագրի շրջանակներում անցկացրել եմ հետազոտություն։ Հարցրեցիք Թուրքիայի հետ շփվել եմ թե չէ, ես Թուրքիայի հետ շփվել եմ նախ 2010-ից 11 թվականներին, երբ որ ես սովորում էի Լոնդոնում, որովհետև երբ որ ես սովորում էի Լոնդոնում, մեր կուրսում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ կային եւ այդ թվում կարծեմ մի հոգի Թուրքիայից կար։ Երբ որ ես Լեհաստանում էի սովորում, այնտեղ էլ Թուրքիայից ներկայացուցիչ կար։ Թուրքիայի հետ շփվել եմ ես վերջերս, որովհետև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ եւ համաձայնեք տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում։ Շատ աբսուրդային կլիներ նույնիսկ։ Սա է, ես թուրքերի հետ շփվել եմ տարբեր տեղեր, որտեղ իրենց տեսել եմ։ Իսկ դուք տեղից արձագանք։ Իմ հարցը վերաբերում է շատ հստակ։ Ինչ չի հետաքրում, որտեղ եք սովորել ու մետ եք քննարկել։ Թուրքիայում ֆելոշիփ անցկացնելու ժամանակ դուք ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Բայց ինչ որ մասը པարզ չէր իմ ասացի։ Այո։ Պարոն Աղվան Վարդանյան, Հայաստան խմբակցություն։ Շնորհակալ եմ։ Լավ առաջարկ եք անում, պարոն Ռուբինյան։
Ցավոք զրոյական կետը փորձառություն ուրիշ բան է հուշում, թե ինչերի է հանգեցրել։ Բայց հարցի փոխարեն մեկ արձանագրում եւ մեկ հասցեագրում։ Արձանագրումը։ Այս ընթացքում դուք հայտարարել եք, որ ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվել եք իբրև հանցագործների։ Սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է, որտեղ մենք քիչ առաջ երդվեցինք։ Մենք Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված պատգամավորներ ենք։ Մարդկանց իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում գլուշնիկները։ Կրկնում եմ, սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է եւ գիտակցեք, թե դուք որտեղ եք աշխատելու եւ աշխատում։ Սա արձանագրումը։ Երկրորդը, դուք հայտարարել եք այս ընթացքում նաեւ մենք ասել ենք վենդետա չի լինելու, հիմա ասում ենք վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան։ Կարող եք վերցնել բացատրական բառարանները մի հատ ուսումնասիրել։ Վենդետան երբեք միակողմանի չի լինում։ Վենդետան շարունակվում է անընդհատ։ Սա էլ իբրև հասցեագրում ձեզ։ Շնորհակալ եմ։ Լավ չհասկացա ձեր հարցը որն էր, բայց արձագանքեմ ձեր հասցեագրումներին։ Ճիշտ մատնանշեցիք, ես իրոք առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում եւ նաեւ պետք է ասեմ, որ Հայաստանի Սահմանադրությամբ ազգային ժողովի նախագահը այդ պաշտոնը չի ենթադրում քաղաքական նեյտրալություն։ Ստեղ ենթադրում է, ստեղ չի ենթադրում։ Եվ ընտրվելու դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ երբ որ ես լինեմ այստեղ, այսինքն նիստը վարելիս, ես լինելու եմ լիապես չեզոք։ Այստեղ ես հայտնելու եմ իմ քաղաքական դիրքորոշումները, բայց ինչպես արդեն ասացի, ձեր կողմից փոխադարձման դեպքում բարեկիրթ, չնայած չփոխադարձման դեպքում էլ ես իմ ոճը չէ անբարեկրթությունը։ Ինչ վերաբերում է հանցագործներին, չգիտեմ ով որտեղում ոնց է վերաբերվում, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն ես կարծում եմ, այլ նույնիսկ հանցագործներին են վերաբերվում պարզ մարդկային բարեկրթությամբ։ Ընդհանրապես բարեկրթությամբ վերաբերվել պարտավոր են մարդիկ բոլորին, նույնիսկ թշնամուն հանցագործին եւ այսպես շարունակ։ Վենդետայի մասով մենք 2010 իրականում այդ վենդետայի թեման ուղիղ փոխկապակցվածություն ունի իմ մատնանշած երևույթի հետ, երբ որ ժողովուրդ ընդդիմությունը չի ընդունել եւ չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Որովհետեւ մենք 2018 թվականին եկանք իշխանության եւ ասացինք վենդետա չի լինելու։ Եվ ասացինք, որ ցանկացածը իրավունք եւ հնարավորություն ունի ուղղվելու։ Ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները եւ նրանց հետ փոխկապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Եվ այո, ես հայտարարել եմ եւ հիմա էլ եմ հայտարարում, որ վենդետա լինելու է բառից իրավական իմաստով։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն։ Բոլոր այն մարդիկ, որ չեն կատարել հանցագործություն, չպիտի պատժվեն։ Քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու, որովհետեւ կրկնում եմ օրենքի շրջանակներում բնականաբար, որովհետեւ քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար։ Թերևս այսքանը։ Արձագանք։ Միայն առաջարկություն։ Եթե ընտրվեք ազգային ժողովի նախագահ, գոնե առաջի 6 ամիս այդտեղից ներքև չիջնեք։ Կմտածեմ ձեր առաջարկի վերաբերյալ։ Հաջորդը Վաղինակ Վարդանով, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Պարոն Ռուբինյան, ինչպես նշեցիք, Թուրքիայում թուրքերի հետ շփվել եք։ Իսկ մտերմություն արել եք որևիցե Թուրքի հետ։ Խնդրում եմ այո կամ ոչ պատասխանեք։ Չէ, չեմ արել։ Շնորհակալություն։ Արձագանք չկա։ Հաջորդը Արեքա Հովսեփյան, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Ամփոփելով 5 ամիս հետազոտական աշխատանքներ ենք արել, թուրքերի հետ շփվել եք, նորմալ է, մտերմություն չեք արել,
Իսկ այդ ում հետ որ շփում եղել է, նրանք իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքի բնույթով կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են, թե չէ։ Այդ ձեր շփման շրջանակներում։ Այո թե ոչ։ Ոչ։ Շնորհակալություն։ Արձագանք Միայն մի չունեք։ դեպքում են կապ ունեցել, երբ որ ես արդեն 2022 թվականից հատուկ ներկայացուցիչ է եւ բնականաբար իմ գործընկերը թուրքական կողմից ուղիղ կապ ուներ Թուրքիայի կառավարության հետ, որովհետեւ կառավարության ներկայացուցիչն էր։ Արձագանք չունեք։ Հաջորդ Իշխան Սաղաթելյան, Հայաստան խմբակցություն։ Շնորհակալություն։ Նախ մինչև բուն հարցին անցնելը, ասեմ, որ ձեր ելույթի ընդդիմություն եւ իշխանություն արճակատման իրական պատճառը ոչ թե ժողովրդի քվեարկության հետ չհաշտվելն, այլ Արցախի էթնիկ զտման եւ Հայաստանի օկուպացված տարածքների։ Դրան ավելի մանրամասն իմ ելույթի ժամանակ կանդրադառնամ։ Մինչ այդ հարցս հետեւյալն է, շատ պարզ եւ հստակ։ Իբրև ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Կարող եք հայտարարել եւ երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով եւ որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնել։ Շնորհակալություն, ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 20743 կիլոմետր քառակուսի է եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի կառավարության հայտարարված ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո եւ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, մյուս հարցերը ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ տալիս է անել որոշակի, ոնց ասեմ, օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա պահանջում է հանրակրվել։ Շնորհակալություն։ Արձագանք չունեք։ Ճիշտ է, ինչի չունեմ, ունեմ։ Չհասկացա օպտիմալացում ինչա նշանակում տարածքների, բայց ընդհանրապես արձանագրենք, որ շատ հստակ, պարզ, ուղիղ հարց եմ տալիս։ Եվ ամենևին պատական չի, որ Տիգրանաշենի մասն եմ հարցնում։ Տիգրանաշենը մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ է։ Հիմա ձեր ասած Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա, թե չէ։ Ու նորից եմ կրկնում, պարոն Ռուբինյան, պատական չի, որ հարցնում եմ։ Եվ սահմանագծման, սահմանազատման, անկլավների անվան տակ այն խոսակցությունները, որ պատրաստում եք հանձնեք Տիգրանաշենը, կարող եք ժխտել, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Սաղաթելյան, օպտիմալացում տեսականորեն նշանակում է, երբ որ օրինակ կողմերը որոշում են փոքրիկ սահմանազատման շրջանակներում ինչ-որ փոքրիկ փոփոխություններ անել, որպեսզի համարժեք, որպեսզի օրինակ, չգիտեմ, սահմանային գյուղերի օրինակ կյանքը չխաթարվի կամ ռելիեֆը հաշվի առնեն եւ այսպես շարունակ։ Եվ ուշադրություն դարձեք, որ սա ասում եմ, ես ասում եմ զուտ տեսական։ Այդ հարցը չի քննարկվել սահմանազատման հանձնաժողովների միջև։ Ես ասում եմ, որ այդպիսի հնարավորություն կա։ Տեսականորեն այդպիսի հնարավորություն կարող է լինել նաեւ անկլավների հարցով։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքին, ես կարծում եմ բոլորին հայտնի է, որն է այդ տարածքը եւ այդ տարածքը քառակուսիով, այսինքն այդ տարածքի չափսը 20743 կիլոմետր քառակուսի է եւ դա հանրահայտ փաստ է եւ դա չի կարող լինել մեզ համար քննարկելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդը պատգամավոր Շիրազ Մանուկյան, Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Պարոն Ռուբինյան, դուք լիարժեք չպատասխանեցիք իմ գործընկերներին։ Միևնույն ժամանակ ես բազմիցս հարցեր եմ ուղղել ձեզ, որոնք մնացել են ուղիղ կերպով անպատասխան։ Բայց վստահ եմ, որ այս անգամ կպատասխանեք։ Դուք հետազոտական աշխատանք եք կատարել Թուրքիայում, Սաբանչի համալսարանին կից, Իստանբուլ Policy Center ուղեղային կենտրոնում։ Հնարավոր է դուք ձեր աշխատանքի շրջանակներում հանդիպած լինեք պետական համակարգում աշխատող ձեր թուրք գործընկերների։
Ուզում եմ նկարագրել նրանց տեսքը, հավուր պատշաճի է եղել, չգիտեմ, կանտովկեքը համապատասխան կերպով է եղել, նկարագրեք նրանց տեսքը, ովքեր են եղել։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, եթե սխալվում եմ, բայց մենք երբևիցե չենք հանդիպել եւ ես դժվար եմ պատկերացնում, որ դուք ինձ հարց տված լինեք այն པարզ բանից ելնելով, որ մենք չենք հանդիպել։ Ինչ վերաբերում է Թուրքիային, բայց ես կարծես թե չասացի, որ ես Թուրքիայի որևէ պետական աշխատողի հետ եմ հանդիպել Թուրքիայում Հրանտ Դինքի ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակցելիս, հետևաբար չեմ կարող ասել ինչ տեսք ունեին այն մարդիկ, ում ես չեմ հանդիպել։ Բայց օգտվելով առիթից ես եկեք բան անեմ, էլի, պարզացնեմ հարցը։ Այս ձեր հարցերի բանը, տողատակը որն է, արդյոք ես Թուրքիայում, չգիտեմ, հանդիպել եմ Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին եւ արդյոք նրանք ինձ հավաքագրել են, ու հարցրեք, ասեք, արդյոք այդպես է, ես էլ ասեմ ոչ։ Հաջորդը, սիրելի գործընկերներ, նույն այս ձև 2021 թվականին, երբ որ ես ընտրվում էի փոխնախագահ ազգային ժողովի, մեր սիրելի գործընկերները այնտեղ նստած, այս նույն այս հարցերը տալիս էին։ Մի քիչ, քանի որ Թուրքիայի թեմայից ենք խոսում, սա մի քիչ նմանվում է Քշի Թուրքիա անեկդոտին, էլի։ Գիտեք այդ անեկդոտը։ Վստահաբար գիտեք։ Հիմա ես այդ հարցը մի 100 անգամ երևի պարզաբանել եմ, բայց լավ, մի չեմ զլանա, մի անգամ էլ կպարզաբանեմ։ Հրանտ Դինքի հիմնադրամ կա, այդ հիմնադրամը ինչ է։ Այդ հիմնադրամը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, ազգությամբ հայ։ Հրանտ Դինքն էլ էր ազգությամբ հայ, Թուրքիայում ապրող հայ, այսինքն այնտեղ Մալացիայում էր կարծեմ ծնվել եւ ապրում էր Ստամբուլում, լրագրող, հայտնի լրագրող, որին սպանեց թուրք ազգայնականը 2007, եթե չեմ սխալվում, 6 կամ 7 թվականներին։ Հիմա իր անվան հիմնադրամ կա, ղեկավարում է իր դուստրը։ Այդ հիմնադրամի շրջանակներում Եվրամիության եւ Բրիտանիայի ֆինանսավորմամբ կար ծրագիր, որտեղ Հայաստանից մի խումբ մարդիկ եւ Թուրքիայից մի խումբ մարդիկ համապատասխանաբար գնում էին Թուրքիա եւ Հայաստան եւ կապված իրանց մասնագիտությունից, մի մասը լրագրողներ էին, մյուս մասը ինչ որ հետազոտողներ եւ այսպես շարունակ։ Որոշ մի քանի ամիս անցկացնում են մյուս երկրի գործընկեր կազմակերպություններում։ Հիմա ես, բնական լրագրողն էր, իմ այդ մարդը, որ այն ժամանակ Ազատություն ռադիոկայանի լրագրողն էր։ Ինքը CNN-ում էր այնտեղի 5 ամիս անցկացրել։ Ես հետաքրքրված եմ գիտական գործունեությամբ, պլյուս ես միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորել եմ այստեղ Երևանում։ Թուրքերեն էի սովորել, ուզում էի լավացնել թուրքերենը եւ Հրանտ Դինքի հիմնադրամում, հենց հիմնադրամում, ոչ թե այլտեղ, թուրքերեն դասընթացներ էի անցնում։ Միակ դասընթացը, որ ես Թուրքիայում անցել եմ, թուրքերեն լեզվի դասընթացն է եղել Հրանտ Դինքի հիմնադրամում։ Ուրիշ ոչ մի կրթական ծրագրի ես չեմ մասնակցել, ինձ ոչ մեկ լեկցիա չի կարդացել, դաս չի տվել, ես չեմ ունեցել գիտական ղեկավար։ Ինձ տրամադրվել է ընդամենը մի հատ սենյակ, որտեղ ես իմ հետազոտությունը պիտի անեի, որը իդեպ ավարտին չեմ հասցրել։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եվ հա, իդեպ հարգարժան պարոն Կարապետյանը տեսա օրեր առաջ ասել էր, որ ես թաքցրել եմ, որ ես Թուրքիայում եմ սովորել, նախ չէի կարող թաքցնել, որ ես Թուրքիայում չեմ սովորել։ Ես Թուրքիայում, ինչպես ասացի, գիտական ծրագրով էի, բայց բացի դրանից նույնիսկ դա չեմ թաքցրել, որովհետև ես օրինակ արտաքին գործերի փոխնախարար եմ նշանակվել 2018 թվականի մայիսի վերջին եւ 2018 թվականի հունիսի սկզբին իմ առաջին հարցազրույցում փոխնախարար նշանակվելուց հետո Mediamax, կարող եք Google-ում փնտրել Ռուբեն Ռուբինյան Mediamax, ասել եմ, որ ես Ստամբուլում էի Հրանտ Դինքի ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո ստեղ ես ամբիոնից 2021 թվականին փոխնախագահ ընտրվելուց եմ պատասխանել հարգարժան Հայաստան խմբակցության գործընկերներին, Տիկին Խամոյանի հետ հանրահայտ զրույց ունեցանք եւ այսպես շարունակ։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Եթե հավելյալ հարցեր մնացին, կարող եմ պատասխանել։ Եթե ասածից հետաքրում է, ասեմ, այնտեղ սիրում էի ուտել բան, քեբաբ, Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, եթե սա ձեզ հետաքրքիր է, էլի, համով բաներ։ Այնտեղ հաճախ գնում էի Պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր։ Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ուսումնասիրել, հայկական համայնքի ներկայացուցիչներին, որ հանդիպում էի, սիրով շփվում էի, այսպես շարունակ։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք, չունեք։ Ուղղակի զարմանալի է, որ ձեր ասած մարդկանց, նույնիսկ այն լրագրողը, որը ձեր հետ եղել է, Սերդար Քլեչը նրան չի շնորհավորել, նույնիսկ առաջինը։
Պարոն Մանուկյան, ճիշտ ասած, էլի չեմ հասկանում ձեր հարցի տրամաբանությունը։ Ես եղել եմ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հատուկ ներկայացուցիչ լինելը եւ ընդհանրապես դիվանագիտությունը ենթադրում է ունենալ նորմալ հարաբերություններ քո դիմացինի հետ, հատկապես եթե քո առաքելությունն է դիմացինի ներկայացրած երկրի հետ հարաբերությունների կարգավորումը։ Եվ ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որոնք ինձ շնորհավորում։ Ընդհանրապես ես այդ օրը շնորհավորանքներ եմ ստացել ոչ միայն Թուրքիայի հատուկ ներկայացուցիչից, այլ ինձ այդ թվում ոչ հրապարակային գրել են տարբեր տեղերից։ Օրինակ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում ինձ շնորհավորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, հուսով եմ դեմ չի լինի որ ասեմ, եւ այսպես շարունակ այլ գործընկերներ։ Շնորհակալություն։ Հաջորդը Իդեպ շնորհավորում եմ ձեզ, պարոն Մանուկյան, պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ ձեզ։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Սերդար Քլաչը ինձ է շնորհավորել, ես ձեզ եմ շնորհավորում։ Քաշվակ։ Հաջորդը Մեսրոբ Մանուկյան, Հայաստան խմբակցություն։ Շնորհակալություն, նախ կխնդրեմ ռեգլամենտին հետևեք, դեռ չընտրված ձեզ դիրքը չարաշահում եք, ելույթ եք ունենում խախտում եք ժամկետները։ Պարոն Մանուկյան, ես եք խնդրեմ ձեռքը ինձ բարձել էլի իմ ուղղությամբ։ Այսինքն Դե սիրուն չի։ Այսինքն ձեռքն ասենց սենց չեմ անում կամ մատ չեմ թափտալի, ձեռքը Ես սենց եմ անում։ իմ խնդրանքը Ուրեմն շարունակեմ ես, շարունակեմ, մինչ իմ հարցին անդրադառնալը կուզենայի արձագանքել իմ գործընկերոջ Իշխան Սաղաթելյանի հարցին եւ հստակեցրեց ձեր տրամաբանությամբ լինելով վերջին 8 տարիներին պետական պաշտոնյա Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածքա թե ոչ, հստակ կադրապատասխան այո կամ ոչ։ Եվ նաև կուզենամ արձագանքել ձեր ելույթին, պարոն Ռուբինյան, երբ որ կոչ եք անում, ասում եք, որ եկեք համերաշխ լինենք, չգիտեմ, մյուս, ուղղակի ուզում եմ հասկանալ, դուք ձեր պնդումների մեջ ինչքանով եք անկեղծ։ Նույն ընդունենք Թագուհի Թովմասյան, ով եկել է նիստերին հանձնաժողովի նախագահ է եղել, 2-3 սույթ ելույթից հետո որոշեցիք, որ այդ մարդը չպիտի լինի հանձնաժողովի նախագահ։ Այսինքն հանձնաժողովի նախագահին դուք հանեցիք աշխատանքից։ Կամ կոչ եք անում, որ զուսպ լինեն, խոսում են ձեր գործընկերները տեղից ցեն են հանում, խնդում են, չգիտեմ ինչ որ արձագանքներ են լինում, ձեր կոչերը միջև ընդդիմությանն անելը, դուք ձեր գործընկերների հետ խոսել եք, թե չեք խոսել։ Հաջորդը, երբ որ կոչ եք անում կամ Տիկին Գրիգորյանին ասում եք միգուցե ընդդիմությունից ընտրեն ձեզ, իսկ ես կարծում եմ միգուցե ձեր ֆրակցիայից մի անգամ էլ խոսեք, ձեզ դեմ քվեարկողներ կլինեն, բայց խնդրում եմ այդ մնացածը ռեպլիկ էր, պատասխանեք Իշխան Սաղաթելյանի հարցին, որը կրկնեմ, Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ես կոչ չեմ արել լինել համերաշխ, ես կոչ եմ արել լինել բարեկիրթ, դրանք տարբեր բաներ են եւ ես ձեր հետ ամենևին համերաշխ չեմ եւ ոչ էլ ձեր ներկայացած խմբակցության հետ եմ համերաշխ։ Ես գրեթե բոլոր հարցերով տարբեր կարծիքներ ունեմ ձեր քաղաքական ուժի հետ, բայց ես կոչ եմ անում լինել բարեկիրթ։ Եվ այո, ըստ իս բարեկրթությունը նաեւ ենթադրում է, երբ որ մեկը դիմում է մյուսին, այսինչ չի անում։ Բայց դա ճաշակի հարց է։ Ինչ վերաբերվում է Թագուհի Թովմասյանին, Տիկին Թովմասյանը մի քանի ելույթ հետո չի հեռացվել այդ պաշտոնից, մի քանի տարի անց է հեռացվել, եթե չեմ սխալվում, բայց դա չգիտեմ դա ինչքան կապ ունի մեր քննարկման հետ։ Ես ասում եմ, ես ուրախ կլինեմ, եթե ձեր խմբակցությունը վերցնի իրեն հասանելի պաշտոն եւ կոչ եմ անում ձեզ անել դա, որովհետեւ դա խորհրդարանական աշխատանք է այդ թվում։ Ես կոչ չեմ անում ընդդիմությանը ինձ քվեարկել, հակառակ ես ասում եմ, ես չեմ ակնկալում, որ ընդդիմությունը ինձ քվեարկի, բայց դեմ չեմ, ասում եմ, բացարձակ դեմ չեմ։ Ինչ վերաբերում է պարոն Սաղաթելյանի հարցին, ես այդ հարցին արդեն պատասխանել եմ սպառիչ։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք։ Իհարկե ունեմ, սպառիչ պատասխան չի եղել, տարածքը այո կամ ոչ, դա մեկ։ Երկրորդը, որ ասում եք համերաշխություն կամ բարեվարկություն, ձեր ֆրակցիայի կողմից դա նկատում եք, թե չէ։ Մյուսը ձեռքի շարժումների հետ, երբ որ կապված ձեր դիտարկումը դուք անում եք, երևի մոռացել եք, որ ձեր գործընկերներին, օրինակ Արտուր Թովմասյան մատ էր թափ տալիս, ասում էր ականջ կկտրեմ, աշկ կհանեմ կամ մյուս։ Բայց ժամանակ ձեր մոտեցումն էր, կամ հիմա հարց եմ տալիս Արտուր Հովհաննիսյանը, կամ հիմա, երբ որ ես խոսում եմ, ձեր գործընկերների տեղից ինչ որ ձայն հանել է։ Նորմալ է ձեր համար։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, իդեպ օգտվելով առիթից ուզում եմ ձեզ շնորհավորել պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, որտեղ որքան գիտեմ դուք նախկինում այս շենքում աշխատել եք որպես Մանվել Գրիգորյանի օգնական։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ։ Սխալ եմ։
Հա, շնորհակալություն, բայց մի ընդհատեք ինձ։ Շնորհավորում եմ, առաջընթաց եք գրանցել եւ վստահ եմ, որ դուք ուրախ եք, որ այն ժամանակվա տրամաբանությամբ չէ, որ ձեզ այս շենքում կվերաբերվեն։ Ես նկատի ունեմ բառից լավ իմաստով, ձեզ շատ լավ կվերաբերվեն, ինչպես ցանկացածին։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Հայաստանի ինքնիշխան տարածքը կազմում է 20743 կիլոմետր քառակուսի, բոլորը գիտեն, որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը միջազգայինորեն ճանաչված, իսկ ինչ վերաբերվում է անկլավների հարցերին, դրանք լուծվելու են համազատման հանձնաժողովների շրջանակներում։ Ընդ որում, ինչպես Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, եւ այստեղ լավ լուրն է նա, որ կարծես թե ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմից, որտեղ իրանք են հայտարարում, որ համանազատման հանձնաժողովների շրջանակներում է լուծվելու հարցը, այսինքն կա ըմբռնում, կարող են լինել տարբեր տարբերակներ, բայց հիմա որևէ որոշում այդ հարցով չկա։ Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, այդ միջում կես ժամ